Բարև բոլորին, այսօր ես կխոսեմ մի առեղծվածային և սարսափելի էակի մասին, որը հիշատակվում է հազարավոր տարիներ, Լևիաթանի մասին։ Հնագույն տեքստերում, հատկապես հին կտակարանում, հիշատակվում է Լևիաթանի մասին, որպես հսկայական ծովային, որը խորհրդանշում է ուժը։ Նրա մասին հիշատակվում է նաև հրեական, քրիստոնեական և նույնիսկ սկանդինավյան ցավանություններում։ Հոբի գրքում Հոբ 41-ի 1-ի 34-րդ հատորի էջ 712-ում Լևիաթանը նկարագրվում է որպես արարած, որին ոչ ոք չի կարող հաղթել։ Կարող ես կարդով որսալ Լևիաթանին, կամ պարանով կապել նրա լեզուն։ Նրա թոքերից դուրս է գալիս ծուխ, ինչպես հալած քուրայից, կամ վառվող եղեգից։ Նրա շնչառությունը բոցավառվում է, ու նրա բերանից կրակ է դուրս գալիս։ Մենք հենց նոր կարդացինք Հոբի կտակարանից Լևիաթանի մասին մի հատված, բայց նրա մասին շատ երկար և անբացատրելի գրություն կա կտակարանում։ Եթե ուզում եք կարդանք մենք հենց Հոբի գիրք կտակարանը և այդ ամեն ինչը բացատրեմ ձեզ, ապա հավաքում ենք այս տեսանյութի տակ 150 լայք և ես կնկարեմ երկրորդ մասը, որտեղ ձեզ կբացատրեմ և միասին կկարդանք ամբողջական տարբերակը։ Բայց արդյոք իրականում գոյություն ունի, նա թե ոչ, կիմանանք 150 լայքից, երբ որ կընթերցենք և կվերլուծենք։ Տարբեր գիտնականներ և հետազոտողներ ենթադրել են, որ Լևիաթանը կարող է լինել բնածին կենդանի, ինչպիսին է մեգալոդոնը, որին մենք անդրադառնանք մի ուրիշ տեսանյութում, կամ օվկիանոսի անհայտ խորքերում թաքնված հսկայական կետանման էակ։ Մյուսները հավատում են, որ այն պարզապես առասպել է, որը խորհրդանշում է մարդկային վախերը անծանոթի հանդեպ։ Դե ինչ, եթե ուզում եք ընթերցենք Հոբի կտակարանը, ապա հավաքում ենք 200 լայք։ Դե ինչ, շնորհակալություն դիտելու համար, լայքում ենք, բաժանորդագրվում ենք, իսկ մենք դեռ կհանդիպենք։